կարծում եք դիրքորոշումից տարբերվող պատասխան է տալու պարոն Բաղդասարյան կենտրոնական ընտրական ազգաժողովի։ Ոչ։ Այ հարգելի պատասխանողի ներկայացուցիչ, ինչ հանգամանքներում պարզեցիք, որ դրանք ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Ինձ թվում է պետք է կոնկրետացնեք հանգամանքները ասելով։ Վարչական վարույթ հարուցեցիք, ուսումնասիրեցիք, հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկություններ ստացաք, ուսումնասիրեցիք, դե պարզապես ուղղակի լրատվական տեղեկատվության դաշտում հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակեց տեղեկություններ, ասացիք լավ, դե հետո կնայենք կամ sense նայեցիք, ասացիք չէ, ազդեցություն չի ունենում, ինչ արեցիք, ինչ վերահսկողական մեխանիզմ ներդրեցիք, ինչ գործողություն ակտիվ իրականացրեցիք, որի արդյունքում հասկացաք, որ դա որևիցե ազդեցություն չունի ընտրությունների արդյունքների վրա։ Գնահատեցինք։ Ունեք այդ համապատասխան գնահատման փաստաթղթերը։ Ինչ հանգամանքներում գնահատեցիք, ինչ արեցիք։ Հարգելի դիմատու, ըստ էության այն փաստաթուղթը, որը որ Սահմանադրական դատարանում քննարկում, այսինքն 258 ավորոշումը, այդ գնահատականն է։ Այդ գնահատականը տրվել է ընտրությունների ավարտից հետո, իսկ դեպքերը բացահայտվում էին մինչև ընտրությունների արդյունքների օրը։ Ինչ եք կատարել մինչև ընտրությունների օրը։ Գնահատել ենք։ Ունեք որևիցե իրավական փաստաթուղթեր այդ կապված։ 258 Շնորհակալություն։ Հարցս հետևյալն է։ Այ հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակում է տեղեկություններ ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք, Բարգավաճ Հայաստան, աննախադեպ ուրեմն ընտրակաշարքներ։ Ինչ եք կարծում, հիմքեր կար վարչական վարույթ հարուցելու եւ հասկանալու արդյոք ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք, Բարգավաճ Հայաստան կուսակցությունների մասով պետք է վարչական վարույթ հարուցել եւ հասկանալ իրենց մասնակցությունը այդ հակաիրավական եւ ընտրություններին հակասող գործողությունների մեջ, թե ոչ։ Ոչ։ Շնորհակալություն։